Պողոսը գրում է, չէ, ասում է ստուգեցեք ձեր անձերը, արդյոք դու հավատքի մեջ եք, թե միայն գալիս եք եկեղեցի, հալելույա, երգում եք, փառք եք տալի, գնում եք, բայց ընդհանրապես հավատքի մեջ չեք։ Եվ ինչ է նշանակում լինել հավատքի մեջ, լինել լույսի մեջ, լինել խոսքի հնազանդության մեջ, դա է հավատքի մեջ լինելը։ Ամեն, ձեր անձերը ստուգեք, արդյոք հավատքի մեջ եք, հավատքի ինչ էր հավատքը, առաջին համոզվածություն Աստծո խոսքին, երկրորդ վստահություն Աստծո խոսքին, երրորդ հնազանդություն Աստծո խոսքին, դա հավատք է, չորրորդ համբերություն Աստծո խոսքով, համբերություն է ձեզ պետք Աստծո կամքը կատարելով խոստմունքը ստանաք, ամեն, հինգերորդ հռչակեք Աստծո խոսքը ձեր կյանքում, ստեղ է հենց խոսքը, արդյոք հավատքի մեջ ես, թե ուղղակի այցելու ես, գալիս ես, այցելում ես ու թողում գնում ես տուն, ուրեմն այդպես անելով դու քեզ կխաբես, ու ոչ մի բան քո կյանքում չի շարժվի, եթե հավատք չլինի, առանց հավատքի անկարելի է հաճո լինել Տիրոջը, Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա և թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի, ուրեմն բերեք հավատանք, հենց այնպես գալով գնալով չի, պետք է մենք խոսքը կարդանք, հնազանդվենք խոսքին, վստահենք խոսքին, դա նշանակում է հավատալ, մենք վերջի ժամանակներում ենք, եթե դու քեզ չպահես հավատքի մեջ, ոչ մի հովիվ քեզ չի կարող պահի հավատքի մեջ, դու պետք է խելացի լինես, իմաստուն լինես և քո անձը պահես հավատքի մեջ, որպեսզի չկորես կորչողների հետ, շուտով պետք է լինի եկեղեցու հափշտակություն, մենք վերջի օրերն ենք, կատարվում է այն, ինչ որ տեսնում եք Իրանում, ինչ որ տեսնում եք Իսրայելում, Իսրայելը դա աշխարհի ժամացույցն է, դա ցույց է տալի աստվածաշնչյան բոլոր մարգարեությունները, հիմա ցույց է տալի, որ վերջն է, սա պատահական չի, դրա համար ոտքի կանգնեք հավատքով, ձեզ թափ տվեք, զորացեք, գիտեք, Քրիստոսը մի խոսքել է ասում է, որովհետև իմ խոսքը համբերությամբ պահեցիր, ապրեցիր, հայտնության գրքում է գրված, իմ խոսքը համբերությամբ պահեցիր, այսինքն ապրեցիր այդպես ոնց որ գրված է, ես է քեզ պիտի պահեմ այն չարիքներից, որ պիտի գայս երկրի վրա փորձելու բոլորին, ես քեզ կպահեմ նրա համար, որ դու համբերությամբ իմ խոսքով ապրում ես, ամեն, Տերը օրհնի ձեզ, ու Քրիստոսը շեշտում ասում է, պահեք ձեր հավատքը, պահեք այն, ինչ որ ունեք, որ ոչ ոք չառնի ձեր պսակը, չկորցնեք ձեր պսակը, Աստծո որդու, Աստծո աղջկա պսակը, դրա համար հասկանում եմ, աշխարհը բարձրացրել է իր ամբողջ գայթակղությունները, որպեսզի մոլորեցնի մանավանդ երիտասարդներին, բայց այս ինտերնետային դարում, բայց զգուշ եղեք, հետևեք Քրիստոսին, որ ապրեք, սիրելիներս, Տերը պահի ձեզ, մենք հոգի ենք, բնակվում ենք մարմնում և ունենք շունչ, ամեն, Տերը խոստացել է, որ երանի նրան, ով կհավատա մինչև վերջ կհամբերի, Տերը քո հոգին կվերցնի, քո մարմնից կտեղափոխի հավիտենական մարմնի մեջ, անմահության մեջ, դրա համար եկեք թողենք այս գայթակղությունները, թմրածությունը, անհավատությունը կենտրոնանանք Աստծո խոսքի վրա, սկսենք հավատալ, պաշտել Տիրոջը ու Տերը կօրհնի քո կյանքը, ամեն, Տերը պահի բոլորիդ Հիսուսի անունով, փառք Աստծուն, ամեն, փառք ես Տեր, մենք ունենք այսօր հրաշալի հյուր, մեր լավ ընկերը, Տիրոջ մեջ հովիվ Լևոնը, հովիվ Ռուզանը, Տերը ձեզ շատ օրհնի, հով Լևոն, հով Ռուզան, մենք շատ ուրախ ենք, որ այսօր դու մեզ հետ եք, Տերը օրհնի ձեզ, մեր հոր տունն է երկնային, փառք Աստծո, ամեն տեղ, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է, ամեն, Աստված օրհնի ձեզ, հավատում եմ, որ Տերը այսօր օծելու է և օգտագործելու է, փառք Աստծո, այն պարգևը, որ կա հով Լևոնի վրա, մենք հռչակում ենք, որ ինքը դրսևորվի այսօր, խոսքի գիտության, իմաստության խոսքի պարգևը և նաև բժշկության պարգևը, ազատագրության, Հիսուսի անունով, ամեն, իսկ դու հավատում ես դրան,
Եկեք հավատքով լցվենք։ Ես պատահական չխոսեցի հավատքից, որ իրականում դու հավատքով լցվես։ Մարդ պետք է հավատք ունենա, որ Աստծո հոգին շարժվի։ Ուրեմն խնդրի Աստծուց հավատա եւ Աստված կշարժվի քո կյանքում։ Ամեն, Փառք Հիսուսին։ Եկեք աղոթքով գանք Աստծո առաջ, հավատում ենք հրաշալի ծառայություն ենք ունենալու այսօր։ Տերը օրհնի բոլորիդ։ Փառավոր Հայր, գոհանում ենք քեզանից այսօրվա օրվա համար։ Այսօրվա օրը Տեր դու ստեղծել ես մեզ համար եւ մենք փառավորում ենք քեզ, շնորհակալ ենք, որ դու մեզ արթնացրել ես եւ մենք եկել ենք այս վայրը քեզ երկրպագելու, քեզ պաշտելու, քեզ փառավորելու, քեզանից գոհանալու եւ հիմա քո խորանի մեջ գոհության պատարագներ պիտի մատուցանենք, երգենք եւ սաղմոս ասենք քո սուրբ անունին եւ հավատում ենք նաեւ որ խոստմունքի համեմատ դու մեր գլուխը օծելու ես յուղով, դու մեզ համար սեղան ես պատրաստել մեր թշնամիների առաջ եւ դու մեզ այսօր բարձրացնելու ես մեր գլուխները մեր թշնամիների վրա։ Փառք, պատիվ ու գոհություն քեզ։ Տեր, ես աղոթում եմ, որ օրհնես քո ժողովուրդը, քո սուրբ ներկայությունով եւ թող քո զորությունները շարժվեն այս վայրում։ Թող Սուրբ Հոգու 9 պարգևները սկսի դրսևորվել Հիսուսի անունով։ Հալելույա։ Ամեն։ Փառք Աստծո։ Տերը օրհնի ձեզ։
Ճանապարհով գնամ, Տեր կորեմ քեզ քանի դեռ կա
լցրում ես քո ներկայությունով, լցրում ես քո փառքով, մենք քո կարիքն ունենք, Տեր ջան, դու գիտես ամեն մեկիս խնդիրները, Տեր, խնդրում եմ, Տեր, Սուրբ Հոգի շարժվիր այս վայրում, թող ոչ մեկես առանց քեզ չգնանք, Տեր, լցրու քո զորությունով, լցրու քո փառքով, լցրու քո ներկայությունով, սիրելի Աստված, դու այստեղ ես, Տեր, որ քո ժողովրդին զորացնես, բարձրացնես, լցնես քո խաղաղությունով, որի կարիքը շատ ունենք, Տեր։ Մենք այս վերջին ժամանակներում մեր հայացքը քեզ ենք ուղղում, Տեր։ Մեր օգնությունը քեզանից է, մեր Աստված։ Մենք քեզանից ենք սպասում մեր օրհնությունները, մեր օգնությունները, մեր զորությունը քեզանից է, Տեր։ Եթե դու չպահես մեզ, Տեր, զուր են պահապանները, իմ Աստված։ Սիրելի Տեր, նաև այստեղ, Տեր ջան, կան կարիքներ, որոնք բերում են քո սուրբ եւ սքանչելի ներկայության մեջ։ Խնդրում եմ, Տեր, քո զորությունով եւ քո ներկայությունով հպվիր այստեղ յուրաքանչյուր, Տեր ջան, այս խնդրին։ Տեր Աստված, մարդիկ հավատքով են դրել։ Ես հավատում եմ, որ դու հավատքին պատասխանող Աստված ես։ Տեր, քո երկարացրու, քո բժշկարար բազուկը եւ հպվիր այստեղ ամեն մի գրված կարիքի։ Թող քո ժողովուրդը տեսնի քո հրաշքը, նրանք պատմեն քո գործերը, որ դու շատ մեծ Աստված ես, որ դու անհնարինը հնարավոր դարձնող ես, դու ուղղակի Աստված չես, դու կենդանի Աստված ես, դու աղոտ լսող, աղոթքին պատասխանող Աստված ես։ Տեր, շնորհակալ ենք քեզանից, ամեն։ Տեր օրհնի բոլորիդ, նստեք Աստծո սուրբ ներկայության մեջ, սիրելիներ ջան։ Ուզում եմ բացեք ինձ հետ, սիրելիներ ջան, Ծննդոց 26-րդ գլուխ առաջի խոսքից կարդանք։ Եվ երկրի մեջ սով եղավ, բացի այն առաջի սովից, որ Աբրամի հորերում եղել էր, եւ Իսահակը գնաց փղշտացիների Աբիմելեք թագավորի մոտ Գերար, եւ Եհովան երևցավ նրան եւ ասեց. Եգիպտոս մի իջնիր, բնակվիր այն երկրում, որ քեզ կասեմ, պանդուխտ եղիր այս երկրի մեջ, եւ ես քեզ հետ կլինեմ, եւ քեզ կորտնեմ, որտեվ ես քո եւ քո սերունդին եմ տալուս բոլոր այս երկիրը եւ կհաստատեմ այն երթումը, որ երթվեցի քո հայր Աբրահամի հետ։ Նաև 12-րդ խոսքը. Իսահակը այն երկրի մեջ ցանեց եւ այն տարին 100 չափ արդյուն գտավ։ Եվ Եհովան օրհնեց նրան, եւ մարդը բարձացավ, եւ քանի գնաց մեծացավ, ինչե որ շատ մեծացավ, եւ ոչխարներ եւ աչառներ եւ շատ ծառաներ ունեցավ։ Փարտիրոջը Սիրիններ ջան, այս պատմության մեջ մենք իմանում ենք, որ Փղշտացիների երկրում նախ ընդհանրապես երկրի վրա մեծ սով է լինում եւ Փղշտացիների երկրում ապրում էր Իսահակը, հավատքի որդին։ Ապրելով նա երկար այդ իրավիճակի մեջ ես հավատում եմ նա դժվարություններ էր ունենում, որովհետեւ քանի որ սով էր, բայց նա մի բան գիտեր, այն Աստվածը, որ եղել է իր հոր հետ, Աբրահամի հետ, նաեւ իր հետ է։ Ամեն, որտեւ նա ապրելով Աբրահամի հետ տեսել է շատ հրաշքներ, նա սովորել է իր հորից ամեն ժամանակ վստահել Աստծուն։ Ես կուզենայի սիրելի հայրեր, դուք ապրեք այնպես, որ ձեր զավակները ձեզ տեսնելով, իրաց դժվարին պահին իրաց նեղությունների մեջ վստահեն Աստծուն։ Դուք օրինակ դառնաք երեխաների համար, որ նրանք էլ ասեն, ինչպես Իսահակը, իմ հոր Աբրահամի Աստվածը ինձ հետ է, ես մենակ չեմ։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ, ես նաև 3 համար եմ հանել 3 կարևոր հարց, որը Իսահակին օգնել էր այդտեղ ցանելու եւ հնձելու։ Առաջինը, որ նա լսեց Աստծո ձայնը եւ հնազանդվեց նրան, մնաց Գերար եւ չիջավ Եգիպտոս։ Եգիպտոսը մենք գիտենք դա աշխարհի խորհուրդն է։ Եգիպտոսը դա տանջանքի եւ ցավերի երկիրն էր։ Աստված մեզ սովորեցնում է մեր դժվարին պահին ոչ թե գնանք աշխարհ, այլ մնանք իր տան մեջ, վստահենք իրան, ցանենք իր տան մեջ, սպասենք, որ մենք առատապես հունձ կունենանք, ինչպես ունեցավ Իսահակը,
Որտեվ Իսահակը, եթե նա իր իրավիճակին, այո, նա կգնար Եգիպտոս, բայց քանի որ նա հնազանդ էր Աստծուն, նա լսեց Աստծո ձայնը եւ մնաց այնտեղ, որտեղ Տերը իրան պատվիրել էր։ Եվ երկրորդը, որ նա չնայեց երկրի տնտեսության իրավիճակին, ամեն, այլ հավատքով ցանեց իր սերմը այն երկրի մեջ, որ ունեցավ հարյուրապատիկ արդյունք։ Փառք Տիրոջը։ Ես հիշեցի մի տարիներ առաջ 90-ական թվականներին, երբ որ մեր երկիրը ճգնաժամի մեջ էր, շատերը շտապեցին այս երկիրը լքել եւ դուրս գալ այս երկրից, որովհետեւ նրանք հավատ չունեին առ Աստված։ Որոշները իրանց տները ծախեցին, որոշները իրանց տան դռները փակեցին եւ պանդխտացան ազգերի մեջ։ Բայց փառք Աստծո, նրանք էլ ովքեր մնացին հավատքով ցանեցին այս երկրի մեջ։ Շնորհակալ ենք Աստծոց այն մարդկանց համար, որ հավատացին եւ վստահեցին Աստծուն։ Նաեւ մեր եկեղեցիների բոլոր սուրբերի աղոթքն էր, որ Աստված սաղկեցրեց մեր երկիրը։ Փառք Աստծո, հիմա մենք տեսնում ենք բարգավաճ երկիր, օրհնված երկիր, մեր սուրբերի աղոթքը երկինքա բարձացել։ Ես նաև հավատացած եմ, նրանք էլ որ ժամանակին չհավատացին եւ դուրս եկան այս երկրից, նրանք ետ են դառնալու իրենց տուն։ Փառք Հիսուսին։ Նաև երրորդը, որ ես գրել եմ ինձ մոտ, ես մի բան հասկացա, որ Իսահակը մնալով այդ երկրում Աստված գործ ուներ Իսահակի հետ։ Ցույց տալու իր փառքը Իսահակին, որ տեսեք, թեև երկրում սով է, բայց ես իմ ժողովրդի հետ եմ։ Իր փառքը ցույց տվեց Իսահակի միջոցով օրհնելով նրան ավելիով, հարյուրապատիկ ավելիով։ Եվ անհավատները միգուցե մտածում են, սա ինչպես եղավ։ Մենք չունենք հնարավորություն, բայց ունի Իսահակը մեծ հնարավորություն է։ Աստված իր փառքը ամեն ձևի հայտնում է իր զավակներին, ամեն սիրելիներ ջան։ Այնպես որ եթե մարդու կողմանեն անհնարին է, Աստծո կողմանեն հնարավոր է։ Աստված պատասխանում է հավատքին։ Ամեն, չի նայում մեր դժվարություններին, երբեմն մենք կտխրենք կամ կլացենք կամ կասենք Տեր ինչու ուշացա մեր ֆինանսները, բայց դա Տիրոջ հոգը չի, Աստված պատասխանում է մեր հավատքին։ Դրա համար մենք միշտ հավատքով պետք է կանգնենք Աստծո առաջ եւ հավատքով սպասենք մեր օրհնությունները Տիրոջից։ Ամեն։ Նաեւ ուզում եմ կարդալ Եսայի 55-ի 8-ից 11 խոսքը։ Որովհետև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը։ Այլ ինչպես բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր է իմ ճանապարհները ձեր ճանապարհներից եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներից։ Միգուցե հիմա սիրելիներ ջան, դժվարին ժամանակ եք անցնում եւ ասում եք ինչպես կլինի, ոնց կլինի, բայց հավատացեք, եթե դուք վստահեք Աստծուն, Աստված կօրհնի ձեզ, ինչպես օրհնեց Իսահակին իր դժվարության մեջ, որովհետև Աստված չի նայում մեր սահմանափակ մտածելակերպին, որտեղ մեր մտածելակերպը շատ քիչ է, ինչպես Տերը համեմատում է, ինչպես երկինքն է երկրի բարձր, այնպես էլ մեր Տիրոջ խորհուրդները մեր խորհուրդներից, ամեն, որտեղ այս երկրի ստեղծող Արարիչի մոտ անհնարին ոչինչ չկա։ Մեզ պետք է ընդամենը հանձնել իր մեր բոլոր հոգսերը, վստահենք իրան, հավատանք, ամեն, որովհետև ինչպես որ իջնում է անձրևը եւ ձյունը երկնքից եւ չի դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նրան արգասավոր անում եւ բողբոջեցնում է նրան եւ տալիս է սերմ ցանողին եւ հաց ուտողին։ Մենք այս խոսքի մեջ տեսնում ենք, որ Տերն է սերմ տալիս ցանողին։ Տերը թող օրհնի ձեր ձեռքի սերմունքները, որոնք բերել եք Աստծո առաջ հավատքով, ցանեք հավատքով, դուք հարյուրապատիկ հունձ կունենաք սիրելիներ ջան, երբեք չերկմտեք, որտեղ սա մի վայր է, որտեղ ազող չկա, այլ Տերը օրհնում է ավելիով։ Այնպես էլ պիտի լինի իմ բերանից ելած դուրս եկած խոսքը, նա պիտի պարաբիե չդառնա ինձ մոտ, այլ կատարե իմ ուզածը եւ հաջողվի նրանում, ինչի համար որ ես նրան ուղարկեցի։ Ամեն։ Աստծո խոսքը պարաբիե չի դառնա իրան։ Եթե մեր Աստված ասել է, ես կօրհնեմ քեզ, հավատա այս խոսքին։ Եթե Աստված ասում է, եթե առատությամբ ցանես, առատությամբ հունձ կունենաս, հավատա այս խոսքին, որտեղ Տիրոջ խոսքը պարաբիե չի դառնում։ Ինչպես մեր Տերն ասել է, ընծայով ես զոհով եկեք իմ առաջին,
որ իմ տան մեջ պաշար լինի, հավատացեք, այդ խոսքը կկատարվի երկրի վրա, եթե հավատաք եւ կլինեք շատ օրհնված, այնքան որ տեղ չեք ունենա։ Ես օրհնում եմ ձեզ, որպեսզի ձեր շտեմարանները լիքը լինեն, առատ զեղան, ոչ մեկը կարիք չունենա, օրհնված լինեք ձեր աշխատանքի տեղում, ձեր դուրս գալ ու մտնելը, Տերը օրհնի ձեր սերմունքը, հավատքով ցանեք եւ հավատքով ընդունեք այն սերմունքի օրհնությունը, որ Տերը ձեզ կտա։ Տերը շատ օրհնի ձեզ։ Hallelujah. Բացացած ձեռքերը դեպի երկինք։ Հրավիրիր նրան, որ այսօր այստեղ է։ Այր երկնային, մենք գոհանալու ենք քո սուրբ անվան համար։ Մենք գոհանալու ենք, որ ճանաչեցինք քեզ, Տեր, որ ոչ թե մենք ընտրեցինք քեզ, այլ դու ընտրեցիր մեզ եւ այսօր բերել ես այս վայրը, Տեր, քո տուն, քո սրբության տեղը, որպեսզի օրհնես քո ժողովրդին։ Եվ մենք գոհանում ենք քեզանից, Հայր երկնային, այն ամեն ինչի համար, որ դու անել ես, անում ես
ու դեր կանես Տեր ջան։ Այո Տեր իմ Աստված, այսօր օրն է, որ դու փառավորվես քո ժողովրդի մեջ, որ դու փառավորվես քո տան մեջ, որտեղ քո սուրբ անունը թանկ է մեզ համար, որտեղ մենք այսօր եկել ենք խոնարհվելու եւ վերցնելու քեզանից այն ինչ որ դու պատրաստել ես Տեր։ Այո Տեր, այսօր քո հրավերը ընդունված է Տեր։ Այսօր այստեղ գտնվողները ընդունել են քո հրավերը։ Նստելու քո հետ Տեր իմ Աստված մի սեղանի շուրջ եւ օգտվելու Տեր իմ Աստված այն կերակուրից, որ դու պատրաստել ես։ Եվ ես հավատում եմ Տեր, որ դու կօրհնես ամեն մեկին այստեղ, որ այսօր ամեն մեկը Տեր իմ Աստված խոսք ստանա երկնքից, որ այսօր ամեն մեկը զորություն կառնի, ամեն մեկը ուժ կունենա, ամեն մեկը հավատքով լցված կգնա այն հաղթանակների մեջ, որ դու պատրաստել ես Հիսուս։ Օրհնում ենք քո սուրբ անունը եւ մենք գոհություն ենք հայտնում քեզ Տեր, բարձրացնելով մեր ձայները Տեր։ Դու ասել ես բարձրացեք ձեր սուրբ ձեռքերը դեպի երկինք, որտեղ մեր օգնությունը քեզանից է Տեր։ Դու ես մեր պաշտպանը Հիսուս, ողջ բարգերը քեզ, քեզանից ենք գոհանալու Հայր, որտեղ դու գոհության արժանի ես, բարգերը ոսկորն է, հալելույա, օրհնում ենք քո սուրբ անունը, Հիսուս, Դավթի որդի, Աստված խնդրում եմ, որ դու քո սուրբ հոգով լցնես ամեն մեկին այս վայրում Տեր, որ բերես քո խոսքը Տեր զորությամբ, որ փոխվի այն կարգավիճակը, որ մենք ունենք Տեր, որ ամեն մեկս հասկանանք Տեր, որ մենք քո հոգուց ենք ծնված, որտեղ հոգուց ծնվածը հոգի է, եւ այսօր ես ուզում եմ Տեր իմ Աստված, որ քո սուրբ հոգով դիպչես ամեն մեկին Տեր, որ նորոգես մեր ներսը Տեր, այն նոր մարդուն, որ դու ստեղծեցիր վերստին ծնունդ տանով։ Խնդրում եմ քեզ Հայր, որ այսօր դու փառավորվես։ Խնդրում եմ Հայր, որ այսօր քո սուրբ ձեռքդ մեկնես եւ հրաշքներ եւ նշաններ անես։ Խնդրում եմ քեզ Տեր։ Այո, դու ես մեր ապավենը, դու ես մեր ամրոցը, մեր ամբողջ հույսը քո վրա է Տեր։ Մենք սպասել ենք, սպասեցինք քեզ եւ դու ճուշացար, որտեւ հիմա այս վայրում դու ես Տեր։ Դու ես այստեղ Տեր, որ ցույց տաս քո փառքը։ Դու այստեղ ես, որ Տեր փառավորվես, որտեւ մենք Տեր փնտրել ենք ու գտել ենք քեզ, որտեւ դու այստեղ ես։ Եվ այսօր Տեր ուզում եմ, որ ամեն մեկը հավատքով մոտենա քեզ։ Ամեն մեկը հավատքով Տեր իմ Աստված խոնարհվի քեզ, հոգով եւ ճշմարտությունով պաշտի քեզ Տեր, որ չնի այնպես Տեր իմ Աստված, որ միայն մեր շունչը եւ մարմինը Տեր գոհություն հայտնի, այն մեր հոգին եւ մեր սիրտը ամբողջությամբ քեզ տրված լինեն, որովհետեւ մենք քոնն ենք եւ դու մերն ես։ Այսօր դու մեր մեջ եւ մենք քո մեջ, որ քո փառավորվի քո սուրբ անունը, որտեւ այսօր օրն է Տեր քո հրաշքների, այսօր օրն է որ քո ժողովուրդը տեսնի քեզ, այսօր օրն է Տեր որ ամեն բան փոխվի դեպի քո կամքը, դեպի բարին, դեպի հաճելին եւ կատարյալը։ Եվ ես օրհնում եմ այսօրվա օրը Տեր, օրհնում եմ Տեր, եւ հավատում եմ այն օրհնությունը որ գալիս է երկնքից, իր հետ կբերի այդ անձրևները հոգեվոր, որ կոռոքի մեր կյանքը Տեր, եւ մեր հոգու աչքերը բացված կտեսնենք քեզ, միակ ճշմարիտ Աստված,
որտեվ դու մաքրելու ես այսօր յուրաքանչյուրի սիրտը Տեր, եւ քո խոսքը կատարելով, որ ասել ես Տեր մաքուր սիրտ ունեցողները կտեսնեն ինձ։ Թող ինձ այսօր Տեր կատարվի քո խոսքը։ Ես հավատքով հռչակում եմ Տեր, որ ամեն մեկի սրտի մեջ այսօր դու գործես, մաքրազերծես, մաքրես ու սրբես, որ բացվեն մեր աչքերը եւ մենք տեսնենք քեզ Հիսուս։ Հալելույա։ Փառք ես։ Հալելույա։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Արեք ավելի բարձր ծափարենք նրան։ Նա արժանի է, հալելույա։ Տեր դու արժանի ես վերցնելու ոչ փառքերը։ Մենք խոնարհվում ենք քո առջև։ Հալելույա։ Հալելույա։ Այո, քիչ է դեռ, քիչ է, այն ինչ որ մենք արել ենք Տեր, այն ինչ որ անում ենք, դա դեռ վերջը չի։ Տերը օրհնի ձեզ սիրելիներս, Աստված օրհնի ձեզ։ Շնորհակալ եմ Պավել Հովիվ հրավերի համար, շնորհակալ եմ, որ նորից պատիվ ունեմ կանգնելու այստեղ։ Ես հավատում եմ, որ Տերը այսօր մեծ գործեր ունի։ Կանանք մի հատ, մի քիչ մնանք։ Գիտեք, երբ որ ներս մտամ, ես տեսամ այն մեծ փոփոխությունը, որ Տերը արել է ձեր եկեղեցում։ Գիտես, շատ ժամանակ մենք խոսում ենք փառքից փառք գնալու մասին, բայց չենք տեսնում։ Կամ չեն ուզում տեսնեն։ Այսօր շատերը կան, որ չեն ուզում տեսնեն։ Ու սովորական են համարում են ինչ որ կա։ Բայց ես ձեզ ասեմ, ձեր եկեղեցին գնում է փառքից դեպի փառք։ Եվ կա սրբություն, որի մեջ նաև մենք պետք է առաջանանք սրբության մեջ։ Եվ դա մեր շնորհքը չի, դա Աստծո շնորհքն է։ Որովհետև օրերից մի օր մեկը լսեց այս քաղաքի մասին, որ ինքը պետք է ծառայի։ Մեկը կար, որ լսում էր ասում, Աստված խոսեց։ Եվ այն ինչ որ սկսվեց, մենք տեսնում ենք դրա պտուղները։ Ու գիտես շատ ժամանակ ցավալի է, երբ որ մարդիկ չեն գնահատում այն ինչ որ արվել է, ինչ որ Աստծո կողմից է։ Մենք չենք կարողանում գնահատենք դա։ Եվ գիտեք, այսօր կարող է դու մտածես, ասես, հովը եկել է։ Այո, ես եկել եմ, որպեսզի այսօր բարձրացնեմ ձեր հովի ձեռքերը։ Ես եկել եմ, որպեսզի բարձրացնեմ Աստծո անունը։ Ես եկել եմ, որպեսզի հոգու խորհուրդները հայտնեմ քեզ։ Գիտեք, շատ ժամանակ մենք սպասում ենք մարմնավոր, շնչավոր օրհնություններ, երկրայինի մասին։ Ուզում ենք գանք, որ ձեռքբերում ունենանք ինչ-որ բանի մեջ։ Բայց գիտեք, ամենամեծ ձեռքբերումը Քրիստոսի մեջ որն է, դա կյանքն է։ Որ այսօր քո կյանքում ոչ մի բան չի կարողանա փոխի այն, ինչ որ Տերն է անում։ Դու չես կարող գնես քո կյանքը փողով, դու չես կարող գնես քո կյանքը ոսկով արծաթով, բայց Աստված տալիս է ձրի, ասա ձրի, ոչ ման չպահանջելով, նա անում է իր գործը, ես սպասում եմ քո գործին, սպասում եմ քո պատասխանին, քո վերաբերմունքը, ոնց ես դու վերաբերվում այն ամենին, ինչ որ Տերը արել է քո համար ու անում է։ Ու գիտեք, շատ ժամանակ մենք մոռանում ենք, որ մենք Աստծո ծածկոցի տակ ենք։ Որովհետև եթե մենք ծածկոցի տակից դուրս գանք, մենք չենք կարող կյանք ունենանք ու մեծ վնաս կքաշենք, բայց փառք Աստծո ողորմությանը, որ ինքը ողորմած ու գթած Աստված է եւ երկայնամիտ է։ Եվ սպասում այն պահին, որ դու կարողանաս ամբողջական քո հավատքը ներդնես, քո գոհության խոսքը ասես Աստծուն, փառավորես նրա անունը եւ գնահատես այն, ինչ որ այսօր ունեք, հալելույա։ Որովհետեւ եթե եկեղեցին չի գնահատում այն, ինչ որ Սուրբ Հոգին եւ Աստված անում է, այդ գնահատականը չի կարողանում տա, ինչ որ բան թերի է մնում։ Եվ այսօր ուզում եմ Աստված, որպեսզի դու գնահատես Գողովին, գնահատես Աստծո արած գործը, գնահատես փառաբանության խումբը, գնահատես այն բոլոր ծառայությունները, որոնք Աստված ծնել է։
Աստված հոգուց է ծնում։ Եվ հոգուց ծնվածը ոչ ոք չի կարա, ասա ոչ մեկ չի կարա հոգուց ծնվածին դեմ կանգնել։ Որտեվ հոգին է կենթանացնողը։ Ամեն։ Եվ այսօր ով է մեր մեջ։ Գիտեք, մենք շատ ժամանակ թերագնահատում ենք նրա գործողությունը մեր կյանքում։ Մենք ավելի շատ նայում ենք աշխարհի այդ ցանկություններին, ունեցվածքին, գիտես, այդ գայթակղություններին, քան նրան, ով ամենի տերն է, երկնքի եւ երկրի տերն է։ Որ ինքն է ստեղծել ամեն բան եւ ինքը կարա շարժի ամեն բան։ Որ ինքը ամեն բան կարա փոխի մի ակնթարթում։ Որտեղ մենք իր ապահով ձեռքերում լինելով եկեղեցու մեջ, հալելույա, մոտենում ենք այն երկնային արքայությանը, մենք ամբողջությամբ ներգրավում ենք նրա ծրագրի մեջ եւ մասնակից ենք դառնում երկնքում կատարվող իրադարձություններին։ Դու այստեղ ես։ Որտեղ ոչ թե մենք նայում ենք մեր գիտես մարմնավոր աչքերով, այլ մեր հոգու աչքերը երբ որ բացվում են, որտեղ Քրիստոսն ասում է, ես ձեզ վերցրել եմ խավարից։ Պատտվիր կողքին տասա, Տերը քեզ վերցրել է խավարից։ Եվ դրել է քեզ իր փառավոր լույսի եւ երկնային արքայության մեջ։ Գիտես, վերստին ծնվածը մարդը ինքը արդեն աշխարհի չի։ Եվ խոսքն ասում, դուք աշխարհից չեք։ Դուք ուրիշ եք։ Բայց արդյոք մենք ու մեզ որպես Տիրոջից կանչված անոթներ ենք զգում։ Թե դեռ ինչ-որ մեր մտքերում, մեր մտածելակերպում բաներ կան, որոնք ձգտում են ավելի շատ աշխարհը։ Գիտես, մի հետաքրքիր դեպք, որ պատահեց։ Մեկ ասում էր, ես նեղացած եմ Աստծուց։ Ես չարորակ ու ռուսք ունեմ։ Բժիշկները հույս չեն տալիս։ Ու ինքը երկար տարվա հավատացյալ էր։ Ու գիտես, ես մի բան ասեցի, քննիր քո անձը։ Քննիր որտեղ ընկար։ Որտեղ դու թույլ տվեցիր, որ ինչ-որ չար բան մոտենա քեզ։ Չէ՞ որ 91 Սաղմոսի մեջ խոսում է խոսքը եւ ասում է բարձրալի ծածկոցի տակ բնակվող ամենակարողի շուքի տակ հանգստանում եւ ոչ մի չար բան, ասա ոչ մի չար բան չի մոտենում։ Ու մենք նայեցինք ու քննեցինք եւ տեսանք այն բաց դուռը, որը այդ մարդու կյանքում, այդ կնոջ կյանքում կար։ Ասա այսօր սաղ չար դռները փակվելու են։ Հալելույա։ Այսօր սաղ չարի դռները փակվելու են։ Բոլոր հիվանդության ոգիների առջև փակվելու է ճանապարհը։ Հավատում ես։ Այսօր շատ կարևոր է քո հավատքը։ Այսօր շատ կարևոր է քո հավատքը։ Որովհետև բաներ կան, որ այսօր խոսվելու է Աստծուց եւ դու պետք է հավատքով վերցես, որովհետև կա ժամանակ այստեղ յուրաքանչյուրի համար չի, որ ամեն մեկին նույն խոսքն է։ Ամեն մեկին յուրահատուկ Աստված խոսք ունի ասելու։ Ամեն։ Մեկին մեկի հավատքով ատալու։ Մեկին մոտենալու է ուրիշ ձևով։ Մյուսին մի ուրիշ ձևով։ Որովհետև Աստված տարբեր է գործում։ Հալելույա։ Բայց հոգին մեկ է։ Ասա հոգին մեկ է։ Եվ մինչև բուն քարոզին ասնելը իմ այսօրվա քարոզի թեման Աստծո զորությունը։ Դու հավատում ես Աստծո զորությանը։ Հալելույա։ Գիտեք, շատ ժամանակ մենք Աստծո զորությունը գցում ենք հետին պլան։ Դե զորություն թող մնա իր տեղում, ես հավատում եմ։ Թող Աստծո խոսքը մնա մի ինչ-որ տեղ, ես հավատում եմ, հալելույա, գնում եմ եկեղեցի, լավ է, փառք Հիսուսին, բայց մոռանում ենք, որ ամեն բան լրացվում է Աստծո զորությունով, զորությունների Տիրոջով, որտեղ նա է շարժելու զորությունները, նա է մարդուն զորություն տվողը։ Այսօր շատ կարևոր է, որ դուք հասկանաք, որ Տիրոջ զորությունն է բերում ամեն բան, ինչ որ մեզ անհրաժեշտ է։ Որտեղ խոսքը առանց զորության
ծառայությունը առանց զորության, երկրպագությունը առանց զորության, հա, կլինի աշխարհիկ։ Աշխարհում է լավ երաժշտություն կա, աշխարհում շատ լավ երգիչներ կան, աստղեր կան, եւ շատ մարդիկ իրանց համար հաճելի է, չէ՞ լսել։ Լավ են երգում, լավ ձեն ունեն, լավ նվագում են, բայց մեր փառաբանության մեջ կա զորություն։ Ասա մեր փառաբանության մեջ կա զորություն։ Ու հիմա մենք վերցնելու ենք, հալելույա, մի երգ։ Ու խնդրում եմ, ես զգում եմ, որ Սուրբ Հոգին կանգնած է քո սրտի դրան առաջ։ Հիմա պատտվի կողքինի տասը Սուրբ Հոգին կանգնած է քո սրտի դրան առաջ։ Թույլ տուր, որ Աստծո զորությունը իջնի քո վրա։ Հիմա դու այստեղ ես։ Հիմա թույլ տուր, որ Տիրոջ զորությունը իջնի։ Հենց դու կզգաս այդ զորությունը քո մեջ իջած, իմացի դռները բացվում են։ Ասա կյանքի դռներ են բացվում։ Հիմա ես տեսնում եմ իմ հոգու մեջ, որ Աստված կյանքի դռներ ունի քո համար։ Փակվելու են մահվան դռները, աշխարհի դռները, չարի դռները։ Եվ դու ազատություն ես ձեռք բերելու նրա մեջ։ Որտեղ Աստծո խոսքը ասում է, որտեղ Աստծո հոգին է, այնտեղ ազատությունը։ Գիտեք, շատ ժամանակ մենք ասում ենք, դե լավ, հալելույա, ինչ կարևոր է։ Ես ազատ եմ, բայց հենց գալիս է պահը, որ դու դրսևոր ես այդ ազատությունը, դու քեզ կապված ես զգում։ Դու մտածում ես վերջ, սա ինձ չի վերաբերում։ Ասա ինչ որ գրված է Աստծո խոսքի մեջ, ինձ է վերաբերվում։ Հալելույա, արեք վերցնենք Աստծո մի երգ փոքր։ Հալելույա։ Տեր իմ Աստված քո զորության մեջ։ Սուրբ ես, Բարձրացած ձեռքերդ։ Գիտես, սիրով մոտեցի նրան։ Ձեր քո զորությունը լցում ես Տեր քո զորությամբ, որ այսօր զորավոր մարդիկ կարդանան։
Հալելույա։ Տեր քո զորությունն այս վայրում է։ Դու բերել ես Տեր իմ Աստված քո խոսքը երկնքից եւ միաբանել ես մեզ Տեր քո մեծ փառքին։ Եվ մենք այսօր քո հոգու միաբանությունն ենք խնդրում, որ ամեն մի միտք Տեր իմ Աստված գերի վերցվի քեզ եւ միայն քեզ նայելու համար Տեր։ Օրդում ենք քո սուրբ անունը եւ այսօրվա օրը հավատում ենք, որ դու կփոխես ամեն մեկիս դեպի քո կամքը, դեպի քեզ Տեր, դեպի քո սուրբ ձեռքերի մեջ, դեպի ապահովությունը, դեպի կյանքը, դեպի ուրախությունը, դեպի խաղաղությունը, դեպի այն հրաշալի սերը, որ դու ունես այստեղ յուրաքանչյուրիս համար։ Հալելույա։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Տերը օրհնի ձեզ։ Շատ հրաշալի է։ Կամ մարդը որ սպասում ում է եկել։ Հալելույա, Տերը չի ուշացել։ Ասում եմ շատերը մտածում են Տերը ուշացել է, բայց ես ձեզ ասում եմ Տերը չի ուշացել։ Տերը այստեղ է ու Տերը իր գործը արել է, անում է ու անելու է։ Անկախ մարդու կամքից, անկախ մարդու ուզածից։ Հալելույա։ Ուզես, չուզես, Աստված գործելու է։ Ամեն։ Բայց եթե ուզում ես տեսնել Աստծո հրաշքը, դու պետք է ինչ անես, ուզես որ տեսնես։ Եթե դու այսօր չտեսնես այն ինչ որ Աստված այսօր արել է, ասում է ով կտա քոնը։ Ով։ Աստված պատրաստվում է տալ քոնը, ասա Աստված իմ համար ինչ որ բան ունի։ Գիտես Պավել Հովի վարձքը ինչ չի տալու։ Ոչ են իմ վարձքը տալու է Պավել Հովին։ Իմ վարձքը ես եմ ստանալու, Պավել Հովի իր վարձքն է ստանալու։ Ու յուրաքանչյուր ձեր վարձքն է ստանալու։ Որովհետև մենք կանգնելու ենք Աստծո առաջ ու պատասխան տանք ամեն ինչի համար, ինչ որ արել ենք։ Մեր ամեն մի խոսքի համար, մեր ամեն շարժի համար, ինչ որ արել ենք, պատասխան ենք տալու իրան։ Որովհետև մենք հաշվետու ենք։ Շատ ժամանակ գիտես, մենք հաշվետու ենք հովիվները։ Սիրելիս, այստեղ ես դու։ Ով է սիրում իր հովին։ Փառք Հիսուսին, մեզ էլ եմ սիրում իմ հովին։ Ու դու գիտեք, որ հովը հաշվետու է յուրաքանչյուրի համար։ Աստծո առաջ։ Գիտեք, շատ ժամանակ ստեսում է տպավորություն է, հալելույա, որ ժողովուրդը չի հասկանում, ով է իր հովը, ով է իր համար պատասխան տալի, ով իր համար չի քնում, ով է իր համար ամբողջ օրը աղոթում։ Գիտեք, շատ ժամանակ Աստված ուզում է, որ մենք գնահատական տանք, որ մենք Աստծո խոսքը կատարենք, որտեղ նա ասում է ձեր մեջի աշխատողներին կրկնապատիկ պատվի արժանացրեք։ Անենց արեք, որ ինքը հանգիստ ծառայի։ Անենց արեք, որ ինքը գա ուրախությամբ։ Պրոբլեմ մի ստեղծեք։ Գիտեք որն է պրոբլեմ։ Ես չէի պատրաստել, չգիտեմ Տերը խիա դրա մեջ տանում, ես երևի զորության հետ հետո կապ կունենա։ Տեսնես հոգևոր աճ։ Ասա եկեղեցու նպատակը, հովի ցանկությունը, մարդկանց տեսնել հոգևոր աճի մեջ։ Որովհետև ես դիրեկտոր չեմ։ Ես բիզնեսմեն չեմ։ Ստես, ես զինվորական չեմ։ Հալելույա, ամեն։ Ես Աստծո կողմից ընտրված մի անոթ եմ, որ պարգևել Աստված գործելու իր գործը, ընդ որտեղ ես դրված եմ։ Եվ ես պատասխանատու եմ մարդկանց հոգևոր վիճակի համար։ Ստես դու։ Ես պատասխանատու եմ հոգևոր վիճակի համար, որտեղ այսօր քո կյանքի ընթացքը որոշում է հոգևոր կյանքում։ Դու գիտես որ պատերազմա գնում այսօր։ Չերևացող պատերազմա։ Մենք տեսնում ենք այդ պատերազմները վախ է գալի, վայ, ինչի է ձև եղավ։ Մարդիկ մահանում են։ Բայց մոռանում ենք տեսնել հոգևոր դաշտում ինչքան մարդիկ են մահանում ու գնում դժոխք։ Ու դա մեր համար սովորական է։ Երբ որ մենք տեսնում ենք, որ մարդը շեղվում է, մարդը ընկնում է, մարդը չի ընդունում, չի խոնարհվում, չի ուզում ենթարկվի, չի ուզում Աստծո կամքի մեջ
առաջ անցնի, չի ուզում ասո պատվիրանները պահի։ Ես հավատում եմ ես։ Գիտես մի դրվագ կար հետաքրքիր։ Գիտես որ աշխարհը ունի աշխարհիկ իշխանները ունեն զորություն։ Հավատում ես։ Իրանց խոսքը զորություն ունի։ Ու եթե դու ինչ-որ մեկի մոտ աշխատում ես, իր ասածը դու չես կարա չանես։ Այտենց է թե տենց չի։ Ինչ ես անում, որտեվ դու նյութական կախվածության մեջ ես քո գործատուի հետ, ու դու կարող ես ինքը մի բան ասի, դու սարսափես, հանկարծ չկորցնես քո դիրքը։ Մոռանում ես ում հետ դու գործ ունես։ Դու կենթանի Աստծո հետ գործ ունես։ Դու իրանից պետք է սարսափես։ Դու իրանից պետք է առաջինը վախենաս։ Ու այսօր, երբ որ նայում ես ամենտեղ նույնն է։ Նույն իրավիճակն է։ Մարդիկ ավելի նյութապաշտ են դառել ինքնասեր ցանկությունների մեջ, քան թե Աստվածասեր, Աստվածավախ։ Ուզում են Աստծուց, ուզում ենք, Տեր քո զորությունը թող գա, հալելույա։ Գիտեք, մի հետաքրքիր բան ասեմ։ Ասա այնտեղ, որտեղ ես նստած եմ սուրբ վայրը։ Պետք է կողքին տասավ դու սուրբ տեղում ես նստած։ Ու քո ուշադրությունը պետք է լինի, գիտես որտե՞ղ։ Այն կրակին, որը չի հանգում։ Ասա մի հատ կրակ կա, որը երբեք չի հանգելու։ Հիմա այդ կրակը վառվում է, կիրակի օրը վառած, հավատա որ վառված է հիմա։ Եթե քո աչքերը բացվեն, դու կտեսնես, որ Սուրբ Հոգու կրակը ասես վառվում է։ Հալելույա։ Ու դու գանես ես ընդել գործն է, հիշում եք Մովսեսին, եկան ոչխար էր պահում մարդը, իրա ոչխարները գործը էդ էր, ոչխար պահելն էր, այսօր շատեր գործ ունեք, չէ աշխարհում, ով ունի գործ աշխարհում, ուրիշ մի օր եկավ, Աստված ծրագիր ուներ, որտեվ եթե ծրագիր չունենար, Աստված չէր անի այտենց, որ Մովսեսը հայտնվեր այդ սուրբ վայրում։ Հենց այնպես չի, որ դու այսօր հայտնվել ես այստեղ։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Աստված քեզ բերել է, որպեսզի քո հայացքը դու ուղղես այն կրակին, որի մեջից Աստված ուզում է խոսակու հետ։ Իսկ դու գալիս ես լսում ես մի քիչ հանգարց մի քիչ սես քննադատական կամ հանդիմանական սես խոսքա գալի ես ձև եղավ ով շատ խիստ խոսած գիտեք շատ կարևոր է խիստ խոսալը ով ուզում նմանվի Հիսուսին լուրջ Չէ լուրջ ուզում եք նմանվեք Հիսուսին Փառք Հիսուսին Ով ուզում է նմանվի թող ձեր բարձրացնի Իրան նմանվելու համար պայմաններ կան Ես հիմա որ ցույց տամ ինչքան եմ գրել այսօր կզարմանաք բայց ես զգում եմ այո որ Տիրոջ զորությունը ստե լրիվ ուրիշ բաներ է Բայց հիմա լրիվ ուրիշ բան է տանում Տերը Ով ասում այսօր բժշկվի, ազատագրվի, մաքրվի, սրվի Ասա այսօր այդ օրն է Պտտվի կողքինիդ ասա այսօր այդ օրն է Հալելույա Եկավ հասավ Սիոն լեռան մոտ Հալելույա ու մի հատ հետաքրքիր բան տեսավ տեսարան Այս բարվում ամորենին չի վերջանում Ստես բան չեմ տեսել Սաղ կյանքս 40 տարի ես անապատների մեջ անցել եմ Ով է երկար տարիների եկեղեցի եկե Այսօր օրն է Այսօր փոփոխության օր է Եկավ կանգնեց Ասեց հենց մի հատ բտտեն տեսնեմ Ես ինչ է ընդհանրապես Ես ինչ է կատարվում ես եկեղեցում Հալելույա Ամեն
ասա այսօր ուժեղ բաներ է կատարվելու։ Էս ինչա։ Վարվումա չի վերջանում։ Հալելույա։ Ու ասում Աստված տեսավ, որ Մովսեսին հետաքրքրեց։ Եթե քեզ այսօր չի հետաքրքրում Տիրոջը ծառայելը, դու խոսք չես ստանա։ Ստես դու։ Եթե քեզ չի հետաքրքրում եկեղեցու տեսիլքը, դու չես կարա տեսիլքի խոսք ստանաս։ Դու չես կարա մասնակցես այդ տեսիլքին։ Եթե դու չես հետաքրքրված այն ամեն ինչից, ինչ որ Աստված անում է, հալելույա, ամեն, ստես դու։ Ով ասում այսօր հետաքրքրվի, Աստված ինչ ուզում անի այս քաղաքում։ Հալելույա։ Հիմա իմ համար ավելի հետաքրքիր դառավ Աստծո ծրագիրը ձեր եկեղեցու համար։ Ինձ հետաքրքիր է, Տեր, վերջը ինչ անելու։ Ես տեսնում եմ փառքից փառք, ու Տերը խոստաց ասես սրբությունից սրբություն։ Ասա սրբությունից սրբություն։ Օ, այս ինչա կատարվում, հալելույա։ Աստված ասեց Մովսես, կոշիկները թանի։ Ասա Աստված այսօր գործողություն ուզում ինձանից։ Մի հատ քեզ թափտու։ Հալելույա։ Մովսես կոշիկները թանի այդ տեղը, որտեղ կայնած է սուրբ է։ Գիտես ինչ էր այդ ժամանակ։ Կոշիկները փոշոտած, ցեխոտած, այդ անապատի մեջ, ինչ պետք աներ, պետք է հանվեր։ Այն ինչ որ աշխարհից թոզը դրած է։ Տեսել եք թոզոտած մարդկանց։ Ես հոգևոր եմ ասում։ Աշխարհից լրիվ աշխարհի քոտ է գալի։ Աշխարհի այդ թոզը նստելա վրեն։ Այդ թոզը նստած մարդը ուզում է որ Աստված իրան օգտագործի։ Ասա Աստված չի օգտագործում թոզոտած մարդկանց, միջև չմաքրի։ Հալելույա։ Նայում ես մարմնավոր, շնչավոր, լրիվ, հակառակված։ Ոչ թե ասուն ապընտրում, այլ իրանն ապընտրում։ Իրա դիրքն ապընտրում։ Իրա ուզածն ուզում լինի։ Կան չէ ձեր մարդիկ։ Իրա ուզածն ուզում լսի, քո ուզածը չես լսելու։ Դու պետք է լսես Աստծո ուզածը։ Ով է համաձայն իմ հետ։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Դու Հիմա քո մեջ կա ինչ-որ բան, որը կարա Աստված օգտագործի իր զորությամբ աշխարհի մեջ, հա, Աստծո հրաշքները գործելուն։ Ասա իմ մեջ ինչ-որ բան կա, որը միջև այսօր չի գործել։ Սովորական է եղել։ Սովորական փեդ։ Հիշում եք Մովսեսին ուներ գավազան։ Կարդացել եք այդ տեղը։ Մի հատ գավազան էր ոչխարներն էր քշում։ Հիմա կարող քո կյանքում ինչ-որ բան կա, որ սովորական է դառել քո աշխատանքի մեջ։ Հա, աշխարհի մեջ աշխատում ես, սովորական ինչ-որ բան, բայց Աստված հենց այդ քո գործի մեջ, ասա իմ գործի մեջ հրաշք ունի անելու։ Իր զորությամբ։ Նորից ասա իր զորությամբ։ Ոչ թե քո կարողությամբ։ Աստված քեզ տանում է ինչ-որ տեղ դնում է, որ դու ունդե իրան ներկայացնես, դու գնում ես, ընկնում ես, ինչ այդ աշխարհիկ իշխանավորի ազդեցության տակ։ Փոխանակ Աստծո ազդեցությունը տանես։ Ասա ես որտեղ գնամ Տեր, քո զորությունը իմ հետ ալնելու եւ ես ազդեցություն եմ ունենալու այնտեղ որտեղ դու ինձ կդնես։ Տանում եմ մի քիչ լավ ալնում իրան արդեն, մոռանում է ով տարավ իրանը տե ու նպատակը որն էր։ Ստե կան երիտասարդներ, թող ձեր բարձրացնեն։ Հիմա Աստված ես ձեզ Աստծուց եմ ասում, Աստծո խոսք եմ ասում, փառք Հիսուսին, նայեք, դու ուզում ես Աբրամի օրհնությունները ժառանգես, ով է ուզում, դու սարի ինձ որտեղ Աստված քեզ ուղղորդում է, ու ազդեցություն ունենաս այնտեղ, որտեղ Աստված քեզ կտանի։ Գիտես թագավորներ էին խոնարհում ասում են, դու մեզանից հարստացար,
Դու Ռամազանից ավելի շատ կարողություն ունեցար։ Խնդրում եք դու սարի։ Հիմա Աստված ուզում է, որպեսզի գիտես շատ ժամանակ մտածում են երիտասարդ, որ մենք չենք ուզում, որ իրանք լավ ապրեն, Դուբայներում հանգստանան, հիմա չես կարա գնաս։ Փակվելա թե չի փակվե։ Եգիպտոսը փակվեց, Դուբայը փակվեց, եկու սա հանգստանալու տեղերը փակվելու են։ Ընդել է փակվելու։ Հիշում եք COVID-ը, սա փակվեց։ Ու մարդիկ մնացին։ Իրանց փողերը, որ պտանեին ծախսեին, պահվեցին։ Դրա համար հետո մի անգամից երկիրը մի քիչ առաջ գնաց։ Փառք Հիսուսին։ Ասա ես ուզում եմ ազդեցություն ունենամ այնտեղ, որտեղ Աստված ինձ կտանի։ Որտեղ Աստված ցույց է տալի քո ունեցածը կարա իր զորությունով փոխվի։ Որ դու կարաս մարդկանց աշկի առաջ եւ ղեկավարների աշկի առջև փոխվես մի անգամից։ Հիմա արեք ուզում եմ այդ տեղը կարդամ Ելից։ Հետո կանցնենք ընդհանուր։ Հալելույա։ Ելից 3-րդ գլուխ 2-րդ խոսքից ասում է Տիրոջ հրեշտակ կրակի բոցով մորենու միջից երևաց նրան եւ Մովսեսը տեսավ որ մորենին կրակով վառում էր բայց չէր կիզվում Մովսեսն ասաց առաջ ասեմ եւ տեսնեմ այս զարմանալի տեսանն է ինչպես է որ մորենին չի կիզվում չի այդում չի վերջանում հալելույա ով այսօր ուզում մոտենա շոշափելի Աստծո ներկայությանը Դու գիտես որ կանաս շոշափես այսօր դու կանաս հոգեվոր հա մոտեցում ունենաս Տիրոջ հետ Վայ եկել եմ այսօր ֆինանսների համար եկել եմ հիվանդության համար եկել եմ այս ինչ խնդրի համար ասա բոլոր հարցերի լուծումը այսօր լուծվելու է հոգեվոր աշխարհում բայց աճի հոգով աճի Գերես հայտնության մեջ ասում քիչ զորություն ունեիր, բայց պահեցիր հավատքը, գործեցիր։ Մի ասա չունեմ, այն քիչ զորությունն է լերիկա, որ դու հաղթող դառնաս։ Տարբեր մարդկանց տարբեր է տրված։ Հալելույա, ամեն մեկին իր գործը։ Ու այսօր հոգևոր աշխարհում բաժանել է Աստված եկեղեցու մեջ, ում ոնց կամեցել է։ Եթե Աստված այսօր կամեցել է Պավել հովին դնի հովիվ, ուրեմն դու պետքա համաձայնվես դրա հետ։ Ստես դու։ Եթե նրան դրել է քեզ հանդիմանող, ուրեմն դու պետքա համաձայնես։ Եթե նա դրված է որ քեզ խորհուրդ տա, հալելույա, ուրեմն ընդունի այդ խորհուրդը։ Դրա օրը, ասա օրը եկել է։ Գալու են շատ օրեր։ Ու լուրջ օրեր են, են մատների արանքով օրեր անցավ նայելու, այսօր լուրջ օրեր են, կամ ասուն ես, կամ էլ աշխարհինն ես, խոսք ասում է չես կարա երկու Տիրոջ ծառայես, շատերը այսօր ուզում են ստես, թռնում են ստե, հետո ստես թռնում են ընդե, հետո ուզում են Աստծո զորությունը, հետո ուզում են բժշկություն, հետո ուզում են ֆինանսական օրհնություն, հետո ուզում են խաղաղություն, հետո ուզում են որ Աստված ամեն ինչ իրանց համար անի, բայց իրանք նստած մնան։ Քնած։ Ո՞վ է տեսեք քնած մարդ։ Մտնում ես քնած մարդու սենյակ, լույսը վառում ես, ասում անջատի լույսը։ Ատեշի ում կյանքում է եղել ձևի ուզում քնեմ մի հատ փոքր երեխա թորս հալելույա մտնում է դու լույսը վառում է դու էլ գորգրում ես անջատի լույսը թող քնեմ Աստծո խոսքը ասում է ով քնած ով է քնած Չձեր չկա բարձնով, մեկ ես էլ եմ քնում, վեկած, լուսըդ վառել եմ, ասա այսօր լուսը վառած է,
Խավարը չկա։ Պետք է վեր կենալ։ Փառք Հիսուսին։ Ով քնած։ Ազգերն են սպասում քեզ։ Ազգերի հարստությունն է գալու։ Ասում են նրանք կտեսնեն քո վրա կանչվածա Տիրոջ անունը։ Կգան քո հետևից կասեն քո մեջ Աստված հարևանը տեկին ասլա էս ձևի ուրախ որ 90-ական թվականներին 2000-ական թվականներին երբ որ մենք նոր հավատք էինք ամեն օր այն վաղտեղ փող չկար ոչ մի բան չկար հավի բուտ կար ու խորովածի հոտ ասում են այս հավատացյալները սա որ խորոված են անում ինչ ուրախ էր կյանքը ուրախ ոչ մի բան չկար բայց կյանքը ուրախ էր որտեվ Քրիստոս կար որտեվ հավատ կար որտեվ գիտես սեր կար նվիրված էինք ասում հալելույա ասում էին արծաթասիրությունը մեղք է ասում ենք ամեն ասում էին բիզնես չանեք ասում ենք ամեն հիմա ասում ենք արեք այնմարդ արեք բայց ամեն ինչ Աստծով արեք ասա Աստծով Փառք Հիսուսին Եվ ասաց, մի մոտեցիր այստեղին, կոշիկներ թանիր, ոտքերից որտև կանգնածդ, վայրը սուրբ տեղ է, ասա այստեղ, որտեղ ես կանգնած նստած եմ, սուրբ վայր է։ Դե մանա մտածի, սուրբ վայրում ոնց պետք է վարվես։ Կարա սուրբ վայրում պիղծ բան մնա։ Կարա սուրբ վայրում հիվանդություն մնա։ Կարա սուրբ վայրում հակառակություն մնա։ Բայց պետք է մնաս այդ սուրբ վայրում։ Մովսեսը հակառակ մտեր, կնի ուրիշին ուղարկես, կնի ուրիշը սուրբ լինի, կնի ուրիշը ինչ-որ բան անի, ասես չէ դու պետք է անես, պտտվի կողքին տասը դու ես անելու, քո տեղը կողքինը չի անելու, հալելույա, եթե ամբողջական քարոզեմ կարող այսօր ստե մնանք, մի քիչ կարճ խոսամ, որ աղոթենք բոլորիդ համար Հալելույա, ամեն Փառք Հիսուսին Փառք մեր Աստծուն, ամեն Ասում Պատասխան տվեց Մովսեսն ու ասեց, եթե չհավատան ինձ եւ իմ ձայնին ականջ տրդեն ասելով Աստված քեզ չի երևացել, ինչ ասեմ նրանց։ Հալելույա։ Գալիս են, չէ՞ ասում են ուր է քո Աստված։ Աս Աստված կա։ Գալիս ասես Աստված կա ու Աստված իմ հետ է։ Ով ինչ ուզում է թող խոսա։ Ով ինչ ուզում է թող ասի, Հիսուսին էլ էին ասում։ Ամեն։ Տեր, ուզում եմ քո նման լինեմ, պատրաստ ես անցնելու այդ ճանապարհը։ Դու կարաս այդ հալածանքներին դիմանաս։ Դու կարաս այդ վիրավորանքները կրես։ Լավ մտածի։ Մենք փոքր բան անում, վարքյանական վիրավորվում ենք։ Դուք պատկերացնում եք ինչ ճանապարհ անցավ Քրիստոսը։ Ընդհանրապես դու կարաս դնես իրան Քեզ իրա տեղը Ոնց կնի մի լավ մեքենա չքշեմ, հալելույա Հիսուս չէր ասում ամենալավը շրտձին բերեք Դու ամեն օր կարաս առավոտը շուտ կանուխ ծոմապահությամբ բարձրանաս սարը աղոթես Այսօր կանչում ենք աղոթքի իսկի շաբաթը մի օր ասում ենք արեք աղոթենք ժողովուրդ ջան, հալելույա Սաղ զբաղված են Ես ուզում եմ քո նման լինեմ Հիսուս ջան, հալելույա Ասում բարի գալուստ Ուզում ես իմ նման լինի Առավոտ ժամը 5-ին հանդիպում ենք Սարում Ոտով Ստե կա չէ զար բլուր Այս ինչ բլուրի վրա հանդիպում ունենք իրար Տեր ջան ոնց գործերը Դե լավ Տեսնում եմ, որ ծանրաբեռնված երբ է ձեր աղոթքի ծառայությունները։ Չորեք շաբթի օր այս ձևի ստանից շատ ժողովուրդ կանչել եմ ձեզ յուրաքանչյուրի, տասա պտտվի կողքին, տասա քեզ ամեն
ուրբաթ կանչում Աստված, քիչ ես գալի։ Չորեքշաբթի։ Հիմա հարց դու կողքին տասա քիչ ես գալի։ Մոժում ես Հիսուսի հետ հանդիպես, հանդիպանը կանչում։ Տերը տեսիլքա տվե, եկեղեցիա հիմնե, ինքը ուզում որ դու ամրանաս, զորանաս, հալելույա, որ իր զորությունը գա, որ գնաս հաղթես, որ դու ասես, որ այդ ձևի հարուրապետներ քո ճանապարհին հանդիպեն, որոնք կգան կխնդրեն քեզ։ Դու գիտես, որ Աստված մի հոգու փրկելու համար, կարա աշխարհը շուռ տա։ Հիմա մի հատ վկայություն եմ ուզում ասեմ, որտեղ երեք խոստացել եմ, որ ասեմ, որ պետք է գա իստե, երեք, արդեն որոշվել է, որ շուտվանց է որոշված, որ պետք է գամ, ու անես մայր, որ ատամս թռավ։ Դեսեք, ոչ մի բան հենց այնպես չի լինում, ասա հավատացյալի կյանքում, ոչ մի բան տես չի լինում, ու սկսեցի զանգել, այս ծանոթ բժիշկին տեղում չի, այն մյուս ծանոթ բժիշկին տեղում չի, զանգեցի վերջը մեր եղբայրներից մեկը, իր ծանոթ ընկերոջ, ասեց սպասում եմ Արի Հովիջան, գնացինք, հալելույա, փառք Տիրոջը, ասա փառք Աստծո, եթե Աստված ուզում է մեկին փրկի, կարող է ատամները ցաղանի, պատրաստ ես, չես տրտնջում, վայ, ես ինչ եղավ, հալելույա, չասեցին, պրոստը մանիկ ամասի ամութ հաղուցնս չեմ գնալու, ու գիտես ինչ կատարվեց, այդ ատամնաբուժը փրկվեց, այդ ատամնաբուժը փրկվեց, ինքը ընդունեց, Քրիստոսին ապաշխարեց, ես երեք իրան խոսք եմ տվել, որ վկայելու եմ քո փրկության մասին ամեն տեղ, փառք Հիսուսին, ընենց որ եթե մի բան լնում է քո հետ, մի տրտնջա, գնա, հալելույա, կարող է ինչ-որ տեղը ցավում է, որ դու գնաս հենց այդ բժիշկին կարոզես, ոչ թե գնաս գանգատվես, վայ, ես ինչ տեղը ցավում է, մի հատ բան կցա, գնաս կարոզես, փառք Հիսուսին, հավատում ես, ով է հավատում, ասա Տիրոջ զորությունը, այստեղ է, բժշկելու, ազատագրելու, հարցեր լուծելու, փառք Հիսուսին, չեն հավատալու, և ասեց, արդ ինչ է քո ձեռքինը, և նա ասեց գավազան, հալելույա, ասա Աստված ինչ իմ ձեռքում կա կարա օգտագործի, նույնց ասա, իմ ձեռքի բոլոր հնարավորությունները Աստված կարա օգտագործի, այդ ինչ է ձեռդ, հալելույա, գավազան է, սովորական գավազան, 40 տարի, ինչ է արի, աշխատել է, աշխարհի մեջ, գառապահ է, հոտորիենել իրանը չեր, աներոջ գառներն է, լսի սիրելիս, Տերը մեծ գործեր ունի անելու քո համար, հերիքա կպած մնաս, ով որ ուզում է Հիսուսին նմանվի, հալելույա, ասում է չկա մեկը, որ իմ անվան համար ինչ-որ բան թողի ու հարուրապատիկը երկրի վրա չստանա և հավիտենական կյանքը երկնքում, հերիքա կպնեք այդ փոքր բաներին, վայ Տեր իմ Աստված ենքան թանգայինքը ինձ համար, ամենաթանկ բանը դու ասում, ամենաթանկը, կյանքդ քո, սիրտդ քո, որտեղ քո սրտից է կախված այսօր քո փրկությունը, ես փրկված եմ, ես հավատում եմ, հալելույա, գիտես, Հիսուսին, իր ասին շատ խիստ է խոսում, ու շատերը թողեցին գնացին, ասում է շատ աշակերտներ թողեցին գնացին, կանչեց են հավատարիմ 12-ին, ասեց, դուք էլ եք ուզում թողեք, հարց չկա, ստեեք դուք, այսօր շատերը մտածում են, վայ, թող վազին հետևից, գանձի խնդրի մի հատ, ես էլ կգնամ կծառայեմ, այդ բան չկա, ոչ մեկ չի գալու խնդրի,
Եթե քեզ բռնում են զորով, հալելույա, կճղակներդ կտրում են, դա քո լավի համար են անում։ Կան գյուղացիստը, տեսել եք աճած կճղակներ, խանգարում է հիմա, քո հոգևոր կյանքում ինչ-որ բան կան, որոնք խանգարում են սիրելիս, մի ասա ցավոտ, այո ցավոտ է, բայց քո համար լավ է, որ դու հետ չմնաս այն շնորհքից, որ Աստված քեզ տվել է։ Փառք Հիսուսին։ Ինչ կա ձեռդ։ Եվ նա ասեց գավազան, եւ ասեց գետինը գցից դրան, եւ նա գետինը գցեց եւ օծ եղավ, եւ Մովսեսը նրա առաջից փախավ։ Այսքան տարի ձեռս էր, ոչի բան չէր նում, 100 անգամ ձեռս ընկել է, ոչի բան չի եղել։ Աստծո հետ հանդիպման ժամանակ հրաշքն է։ Քիչ չի եղել միջև հիմա, բայց այսօր ընելու է, որովհետև դու նայելու ես նրան, որովհետև դու հավատալու ես նրան, որովհետև դու խնդրելու ես նրան, որովհետև դու փնտրել ես, դու թակում ես, ու քո համար բացվում է, ու այսօր բացվել է։ Փառք Հիսուսին։ Եվ Եհովան ասեց Մովսեսին, ձեռքդ մեկնիր եւ ագիից բռնի։ Գիտես, ես չեմ տեսել, որ մարդ գնա ոչից բռնի, որտեղ միշտ ուզում են գլխից բռնեն։ Ստես դու։ Ընդհանրապես ոս տեսել եք։ Կամ գլուխն են ջարդում, անե չի որ պոչն են ջարդում։ Ասես պոչից բռնես նորից պետք դառա։ Ու Աստված երկրորդն ասում։ Ուզում ես իմանան, որ դու իմն ես։ Հալելույա, ասա Աստված ինձ Սուրբ Հոգով մկրտվել է եւ լեզուներ ա տվել։ Ասա լեզուներ ա տվել։ Ում համար ա տվել, ասում անհավատների համար, պետք չի, ես գիտեմ, որ իմ աղբերը լեզուներով խոսում է։ Նշան։ Ասա Աստծո նշան ա տրված։ Բայց դա չի տրված է, որ դու քո համար օգտագործես, այլ դա տրված է, որ դու դրանով բարեխոսես։ Ասա լեզուները տրված են բարեխոսական աղոթներ բարձրացնելու համար, որովհետև խոսքը ասում է դու չգիտես, այդ Սուրբ Հոգին անբարբար հառաչանքով քո միջից ում համար սուրբերի համար, ասա սուրբերի համար կբարեխոսի։ Փառք Տիրոջը։ Որ հավատան քեզ երևացա իրենց հայրերի Եհովա Աստվածը, Աբրամի Աստվածը, Իսակի Աստված եւ Հակոբի Աստվածը։ Եվ Եհովան դարձյալ ասեց նրան, հիմա ձեռքը տար ծոցդ, եւ նա ձեռքը ծոցը տարավ, եւ դուրս անեց եւ ահա ձեռքը ջունի պես բորոտ էր, հալելույա։ Պատկերացնում եք ձեռը տարավ, հալելույա, միջև այդ 100 անգամ մտցրել էր, չէ՞։ Ծոցը։ Չեմ գիտեմ, գոնե քորելու համար մտցած կլներ։ Բայց մտցրեց, հանեց ու բորոտ։ Ասես դե մի հատ էլ մտցնում է, հանում է ու նորմալ է։ Ասա Աստված նշաններ ունի իմ կյանքում։ Նորից ասա Աստված նշաններ ունի։ Գիտես Մովսեսը հանդիպեց Աստծո հետ, երեսը հրեշտակի երեսի պես դառավ։ Քող էր գցում, որ մարդիկ չգայթակղվեն։ Բայց հանդիպեց։ Հիմա ինքը չարցրեց կարծիքները։ Ու գիտեք հետաքրքիրը որն է, որ շատ մարդիկ ասում են մեր հետ էլ է խոսում Աստված։ Մեզ էլ է ասում Աստված։ Հիշում եք Ահարոնի դեմ եկան Մովսեսին բողոքում են, խի մենակ Ահարոնը, որ մեր հետ էլ է Աստված խոսում, ասեց սաղդ գավազանները բերեք։ Ստեք դուք։ Բոլորը ձեր գավազանների վրա ձեր անունները գրեք ու բերեք։ Ասա ամեն ինչ որոշում է երկնքում ու սրբության մեջ։ Նորից ասա որոշումը Աստված է անում։ Բերեցին դրեցին։ Գիտես քանի ժամվա մեջ։ Շատ կարճ ժամանակի մեջ ում գավազանը ծաղկեց։ Ահարոնի։ Ասին դե հիմա բերեք հանեք։ Ու հանեցին տեսան Ահարոնի անունն էր գրած այդ ծաղկած գավազանի վրա։ Հալելույա, ամեն։ Ասա Աստված որտե ինձ դրել է, ընդ հավատարիմ պետք է լինեմ։ Հալելույա։ Ծաղկեց քահանայի գավազանը։ Այսօր ծաղկել է ծառայողի գավազանը, ուրախացի։ Քո գավազանն էլ դարձիր ու սպասի,
որ քոնն էլ ծաղկի։ Մտի Աստծո մեջ։ Ամեն, մտի Աստծո մեջ։ Այն մարդը մտած է, քահանայության մեջ է, ծառայության մեջ է, Աստծուն հավատարիմ ձևով գնում է, նեղություններ կրեց։ Ու այդ մարդիկ նույն բանով չանցան, ոնց որ Ահարոնն անցավ, երկու տղեն մտան, մահացած դուրս եկան։ Մահացան Աստծո այդ հանդիպմանը։ Ու Մովսեսի խոսքի համաձայն դուրս էլ չեկա, որ լացի երեխեքի վրա։ Ասեց, որտեղ այդտեղից որ դուրս գաս, կմանաս, ու ժողովրդին կվնասես, մարդը մնաց իր սքի մեջ ընդ է։ Այսօր շատ ժամանակ ծառայողը ինչ-որ տեղ կանգնած, սքում է, բայց չի կարող դուրս գա այդ սահմանից, որ Աստված դրել է։ Սա հոգևոր սահման է, սիրելիս։ Սա ծառայության սահման է, որ մենք չպետք է անցնենք։ Ու հենց ընդ է ծաղկում գավազանը, որտեղից դու չես գալիս։ Ասա այսօր օրն է, Տիրոջ զորության, Փառք Հիսուսին։ Եվ իցե թե քեզ չհավատան եւ առաջին նշանի ձայնին չլսեն, այն ժամանակ մյուս նշանի ձայնին կհավատան։ Իսկ իցե թե այս երկու նշանները չհավատան եւ քո ձայնին էլ չլսեն, գետի ջրից վեր արեց համակի վրա թափիր եւ այն ջուրը, որ գետից վեր արեց համակի վրա, արյուն կդառնա։ Բայց դա էլ չօգնեց։ Եհովանով ա որ թողեմ։ Բայց խոմ թողեց։ Ասա վերջը ազատություն է։ Ձերն այդ բարձրացա, այսօր իմ համար ազատություն է լինելու։ Չի կարա բռնի քեզ։ Չի կարա կանգնեցնի։ Եթե դու ընդհանուր շարժի մեջ ես, եթե դու եկեղեցու հետ ես, եթե դու եկեղեցու տեսիլքի մեջ ես, ոչ մեկ չի կարա քեզ կանգնեցնի։ Փառք Հիսուսին։ Շատ ժամանակ ուզում ենք պատեր քանդվեն, բայց չենք ուզում կարգու կանոնի մեջ մտնենք։ Պատկերացնում եք, եթե Հեսուն, որ շարել էր կարգու կանոնով ամեն մեկը իր տեղը, հալելույա, որ մարդիկ այդ 7 օրը ասեն, մեկ ասեր մենք գործ ունենք, այն մեկ ասեր հիվանդ եմ, այն մեկ ասեր ստենցեր, իր առաջ քանդվեր պատերը։ Ով ուզում որ քանդվեն այդ պատերը։ Այդ մտի խելոք գնա։ Ասես ձեն չանեք։ Մի քննարկեք, շատերը ասես հավաքվում են ու սկսում են քննարկել։ Ով է հավատում շատախոսության մեջ մեղք կա։ Էսի ճիշտ է, էսի սխալ է, ով է քեզ դատավոր դրե։ Կաստ է մեկը, որ իրան դատավորի տեղա դրե, ուզում է դնի։ Ասա դատավորը մեկն է։ Հիմա կարդանք այդ տեղը։ Եբրայեցիների 12-րդ գլուխ։ Հալելույա։ Դու օրհնված ես։ Ինչ-որ բան ստանում ես դու։ Հələ կիսատ է, հələ չի վերջացը։ Ես զգում եմ, որ ձեր եկեղեցին շատ ուժեղ հոգևոր դաշտում ինքը հաղթանակներ ունի։ Ու դա ինձ այնպես չի։ 12 22-րդ խոսքից եմ ուզում կարդամ։ Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը։ Գիտեք, չէ՞ ձախ խորհրդանիշն է երկնային Երուսաղեմի։ Սիոն լեռը սրբության վայրն է։ Դուք մոտեցել եք Սիոն լեռին եւ կենթանի Աստծո քաղաքին։ Ո՞վ հավատում որ մենք մոտեցել ենք այսօր։ Դու հավատում ես։ Ասա հոգևոր մարդը, հոգևոր դաշտում պետք է մոտենա երկնային արքայությանը։ Եվ հյուրավոր հրեշտակներին։ Հավատում ես որ ստե հյուրավոր հրեշտակներ կան։ Ու հավատա որ իրանք ստե են։ Հալելույա։ Եվ երկնքում գրված անդրանիկների հանդեսին եւ եկեղեցուն։ Հալելույա։ Ում ասա եկեղեցու մեջ է օրհնությունը։ Եկեղեցու մեջ է զորությունը։ Եկեղեցու մեջ է հրաշքները։ Դրա համար կարևոր է որ դու լինես եկեղեցում։ Կարևոր է որ դու լինես մարմնի անդամ։ Կարևոր է որ քո, հա,
կարգավիճակը մարմնի մեջ սկսի ակտիվանալ։ Մի ասած լավ են ռուսական մի հատ պասլովիցա կա, հալելույա, մոյ մայա խատը սկրայու, այսպես կողքի վրա, նայում էլ տենամ ինչ անելու, ընդ լավ բաներ անելու, բայց դու չես մասնակցելու, հերվիս մի նայի, հալելույա, և ամենի դատավոր ասում, ասա Աստվածա դատավորը, նորից ասա, ամենքից դատավորը Աստվածա, ու մենք ամեն օր, ասա ամեն օր, հանդիպում ենք իր հետ, արդար դատավորի հետ գործ ունենք, թող ինքը դատի, ոչ թե մենք, Փառք Հիսուսին, և կատարյալ արդարների հոգիներին, և նոր կտակարանի միջնորդ Հիսուսին, ասա այսօր Տեր հանդիպում է քո հետ, բացացած ձեռքերդ ասա Հիսուս, այսօր ես հանդիպելու եմ քո հետ, հալելույա, ամեն, այն արյունի սրսկմանը, որ ավելի լավ է խոսում, քան թե Հաբիլի արյունը, և ասում զգուշ կացեք, որ չմերժեք նրան, որ խոսեց, որտև եթե չկարողացան պրծնել երկրից վրա պատգամ տվողի մերժողները, որքան ավելի ապա մենք, եթե երկնքից խոսողին մերժենք, ասա մենք չեմ մերժելու քեզ Տեր, դրա համար պատգամ տվողին երբեք չմերժես, այստեղից ով պատգամ է տալի չմերժես, Փառք Հիսուսին, մի հատ են թող փառաբանության խումբը գա, ասա այսօր ին վրա Տիրոջ զորությունն է իջնելու, բարձացած ձեռքերդ ասա այսօր, հավատում եմ, Տիրոջ զորությունն է իջնելու ին վրա, հալելույա, Գործք առաքելոց 1, հալելույա, 8-րդ խոսքում ասում եմ, բայց ձեզ վրա Սուրբ Հոգի իջնելով, կաստ է մարդ ում վրա, ում մեջ Սուրբ Հոգի կա, հիմա Տիրոջ Հոգին է իջնելու քո վրա, Փառք Հիսուսին, որ քո մեջ կա, բայց ասում եմ ձեր մեջ, ձեր վրա և ձեր հետ, շատ ժամանակ մենք ասում ենք, գիտեք ինչքան մարդիկ կան այսօր Սուրբ Հոգով մկրտված, որ հեչ, 0, լուրջ եմ ասում, 0, ես լեզուներով աղոթում եմ, բայց բրահամային եմ պաշտում, բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, և ինչ կդառնանք, ով է ուզում դառնա, լուրջ ուզում ես, Աստված հետևելու է իր խոսքին, Ես լուրջ եմ ասում, Աստված այսօր հետևում է իր խոսքին, եթե դու ասում ես ամեն, ուրեմն ասա ամեն, թող քո այոն լինի այո, եթե չես կարողանալու ավելի լավ մի ասա, ստես դու, ինքդ քեզ մի խաբի սիրելիս, հետո պատասխան պետք է տաս, ասելու է, Լևոն Հովը եկել էր ասում էր քեզ, ստես դու, որ զորություն կիշնի քո վրա, ես էլի չամ, բա ուր է իմ վկայությունը, ուր է մարդկանց առջև քո ծառայությունը, քանի հոգի գնացիր մկրտեցիր, չէ որ ես իմ հոգին թափեցի քո վրա, որ դու իմ վկան լինես, ասա իմ տանից եմ սկսելու, բարձացած ձեռքերդ ասա իմ ազգից եմ սկսելու, սկսի քոնից, որ Աստված սկսի գործել, Եվ իմ վկաները կլինեք Երուսաղեմում և բոլոր Հրեաստանի և Սամարիայի մեջ միջև երկրի ծայրերը, ասա երկրի ծայրերը, Աստված ինձ տարավ Սերվերա Ուրալսկ, ասում է ես աշխարհի ծայրն է, Տեր իմ Աստված, ես Սիբիրի, ես որդ ես բերե ինձ, հալելույա, ասեց պետք է գնաս, հալելույա, ավելի ծայրամասեր, ու գիտես ես տեղ էի գնացը, որ ոչ մեկ չէր գնում, Ոչ մեկ,
Ինչքան քարոզիչներ կան, ասում են հեռու է, բայց Աստված ինձ տարավ այդ հեռու տեղը։ Ու ես ասացի, այո Տեր, ուզում եմ գնալ։ Ու փառք Հիսուսին։ Հալելույա, ամեն։ Այսօր օրն է։ Մի տեղ եմ կարդում ու սկսում ենք աղոթել։ Հալելույա։ Գիտեք, սպասի Աստծուց։ Կարող է ես քեզ ինչ-որ բան չասեմ, բայց աղոթքի ժամանակ Աստված խոսակու է։ Այսօր այդ օրն է։ Ամեն։ Շատ ժամանակ մենք սպասում ենք, հեսա հովը մի բան կասի, հեսա հովը սպասի Սուրբ Հոգուց։ Զորությունը կիշնի քո վրա։ Եվ դու վկա կդառնաս։ Ոնց ես վկա դառնում, եթե խոսք չունենաս։ Ոնց դու կանաս Աստծուն ծառայես, եթե դու խոսք չստանաս։ Դրա համար սպասի Իրանից։ Ասա այսօր դրա համար է ասում, այսօր ուրիշ օր է։ Ամեն, ում համար խոսք ասի կասեմ։ Կան մարդիկ ստե, որոնց համար Աստված 100%-ով խոսք ունի, բայց մարդիկ էլ կան այսօր ստե, որ Աստծուց պետք է սպասեն։ Վերջապես Աստված ուզում է, որ դու բացես քո ականջը իրան լսելու համար։ Ոչ թե հովիվը գա ասի, այլ հենց Սուրբ Հոգին ասի, ժամանակն է եկել։ Որտեւ երբ որ Սուրբ Հոգին ասես, դու չես կարող ասես չէ, բայց որ հովիվը ասես կարող է կասկածում ես։ Այդ ձևի մարդկանց համար Աստված ուզում խոսա։ Քո սրտի հետ։ Հալելույա։ Ասա հալելույա։ Մի տեղ էլ կարդանք ու սկսենք աղոթել։ Ղուկաս 1:35։ Հալելույա։ Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասեց. Սուրբ Հոգին կգա քեզ վրա եւ բարձրալի զորությունը Հովանի կլինի քեզ։ Հալելույա։ Ով է ուզում որ Սուրբ Հոգին գա եւ Հովանի լինի։ Ամեն, ինչ-որ բան պետք է կատարվեր, չէ՞։ Հիմա ընդ Մարիամն է ընտրված, ստե դու։ Պատտվի կողքին տասը դու ընտրված ես։ Որ Սուրբ Հոգուց հղիանաս։ Որ քեզանից ինչ-որ նոր բան ծնվի, ասա ինձանից պետք է տնային խմբակներ ծնվեն։ Ասա։ Ընդ Հիսուսը ծնվեց։ Ստե տնային խմբակ է ծնվելու։ Սա հոգևոր է, սիրելիներս։ Աստված ուզում է քեզանով մի նոր բան ծնվի, հալելույա։ Բարձրացած ձեռքներն հետ ասեք, ինձանից այսօր հոգով ինչ-որ բան ծնվելու է, որը մնալու է հավիտյան։ Ասա հոգուց ծնվածը հոգի է և հավիտյանը։ Մարմնից ծնվածը վերջը հող է դառնում։ Հիմա խնդրում եմ, ով որ հիվանդություն ունի, թող առաջինը իրան կան։ Ով որ մարմն, ով որ զգում է ինչ-որ բան, որ կյանքի մեջ կա, թող իրանք առաջինը կան։ Հալելույա։ Հետո մենք կաղոթենք հոգևոր կարիքների համար։